այստեղ կա հավաքող մեխանիզմ, sense կոմբայնի նման, ինքը գնդակները վերցնում է, նրանք ստով անցնում են, կա բարձրացնող մեխանիզմ։ Ռոբոտը, որի մասին հպարտությամբ պատմում են Թումոյի երիտասարդները, Վաշինգտոնում հրաշքներ է գործել։ Նա մասնակցում է ռոբոտիկսի համաշխարհային օլիմպիադային ու մրցում շուրջ 160 երկրների էլեկտրոնային ներկայացուցիչների հետ։ Մենք քանի որ շատ լավ էինք պատրաստվել, մի քանի ամիս աշխատել էինք ու լինում էր, որ մինչև գիշերվա 1-2-ը մնում էինք Թումոյում, որ գործանեինք, այնպես որ գիտեինք, որ հաստատ ինչ-որ լավ արդյունք կլինի։ Լավ արդյունքին հավատում էին, մյուսներին էլ համոզեցին։ Օրեր անց հայրենիքում բոլորը խոսում էին հենց նրանց մասին։ Հայաստանը ռոբոտների համաշխարհային մրցույթի լավագույն եռյակում է։ Զվարթնոց օդանավակայանում հաղթողներին անհամբեր էին սպասում։ Մրցույթի հազարավոր մասնակիցները ոչինչ չգիտեին ոչ միայն Թումոյի, այլև Հայաստանի մասին։ Բացահայտումների համար շատ ժամանակ չպահանջվեց։ Նոր ենք եկել, ոչ մեկ չգիտեր Հայաստանը որտեղ է։ Առաջ երկու խաղը որ տեսան բավականին լավ ենք խաղում, ուրիշ թմեից մարդիկ սկսեցին գալ մեզանից ստորագրություններ ուզել մեր հետ նկարվել։ First Global-ի պայմաններն ու առաջադրած խնդիրները նույնն էին բոլորի համար։ Բոլորին ուղարկել են նույն մասերը ու ուզում էին տեսնեին, թե ում ոնց որ ստեղծարարությունը ինչքան է, ով այդ մասերից կարա ինչ-որ ավելի լավ բան սարքի։ Միակ պահանջն էր պետք է պատրաստել ռոբոտ, որը կկարողանա լուծել ջրի աղտոտվածության խնդիրը։ Պատկերացրեք դաշտում, մեջտեղը գետ է, եւ այնտեղ գցած են գնդակներ, կապույտ եւ գազարագույն։ Կապույտները դա ջուրն է, գազարագույնը աղբն է, աղբը պետք է տանի լաբորատորիա, գազարագույններ մոտ բակ լցնի։ Թումոյի երիտասարդները ձգտում են իրենց մտահաղացումները իրական կյանք տեղափոխել, կիրառելի դարձնել։ Վստահ են, դա էլ չի ուշանա։ Լիլի Դանելյան, Արտակ Գևորգյան, օրակարգ։